Հասջան ինչ ա եղել, ինչ ասեցին։ Չեմ մտել մոտը, մարդ կար, ասեց պետքա սպասենք։ Նոր ամեն ինչ լավ ա լինելու։ Ոնց կարող ամեն ինչ լավ լինի, դու իմ պատճառով ես այս ամեն ինչի մեջ, հասկանում ես։ Մի րոպե։ Մագդա։ Ինչ ես ուզում։ Ինչ ես անում այստեղ։ Քո գործը չի գնա Հասմիկի մոտ։ Մագդա, հիմա կապրիզ անելու ժամանակը չի։ Ասում եմ, ինչ ես անում այստեղ։ Ոչ մի բան քո շնորհքն ա։ Այսինքն այն, որ քեզ տեսնելու օր այնքան էի նեղվել, այնքան էի վախեցել, որ վարորդականս գցել էի։ Հետո կանչել էին հարցաքննության։ Ոնց։ Մի մտածի քո անունը չեմ տվել։ Չեմ ասել, որ քո հետ եմ եղել, որ քեզ եմ օգնել։ Ուղղակի ասել եմ, որ վաղուց էի կորցրել ու չեմ նկատել։ Մագդա։ Ոչ մի բան մի ասա, էլ չեմ ուզում քեզ լսել։ Հասմիկը այնքան ամուր էր ձեռքդ բռնել, որ երևի հիմա շատ վատ վիճակում ա։ Լավ կլինի հիմա գնաս իրա հետ լինես։ Ու իմ մասին մի մտածի, ես ոչ վախեցել եմ, ոչ էլ կվախենամ։ Ձեռքս էլ երևի թողես, պետք չի, որ ընկերուհիդ տեսնի։ Արշակ, դու ստեղ ինչ գործ ունես։ Այդ հարցը ես քեզ պետք ա տամ, դու ստեղ ինչ ես անում ու ինչ ա ստեղ կատարվում։ Արի գնանք, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Չէ, դու հենց հիմա ստեղ կբացատրես։ Քեզ թվում ա տանից խառնված դուրս եկար բան չեմ հասկացել։ Քո հետ եմ խոսա։ Ինձ թվում ա, որ ճիշտ կլինի ես քեզ ամեն ինչ բացատրեմ։ Առանձնանանք։ Այսինքն դու Ալինան եք կազմակերպել Նորոյի ու Մագդայի հանդիպումը։ Դե հա, բայց մեկ էտ արեցինք, որ հաշտվեն, ավելի վատ ստացվեց, վիճեցին։ Արևս, ախր դուք փոքր եք։ Դուք չեք կարող մեծերի գործերին խառնվեք, դուք չգիտեք մեծերի կյանքում ինչ ա լինում։ Մեծերը կարան շատ հեշտ կռվեն ու շատ դժվար հաշտվեն։ I just wanted to help. Արի դու մի բանից խոստացի։ Էլ երբեք մեծերի գործերին չես խառնվում։ Լավ, բայց հիմա ինչ անեմ, որ Մագդան չլացի։ Ոչ մի բան։ Պիտի սպասենք հանգստանա, հետո կբարձրանաս մոտը, կխոսես հետը, կասես, որ դիտմամբ չես արել։ Բայց ախր այնքան սիրուն էին, այնքան լավ էին շփվում իրար հետ, իրար սիրում էին։ Չգիտեմ ինչի վիճեցին։ Ես էլ չգիտեմ ինչի մոռացար խոստմանդ մասին։ Լավ, հիշում եմ, Նանա։ Այսինքն դու գիշերով զանգել ես Մագդային, որ գա քեզ օգնի, հա։ Դու ոնց ես մտածել, որ այդ ժամին ամենահարմարը հենց Մագդան ա։ Ես խոսակցության սկզբից էլ ասացի, որ ես եմ մեղավոր։ Որ Մագդան ստեղ ա բաժնում ա, էլի ես եմ մեղավոր։ Բայց այդ բայցը թող մի կողմ։ Դու շատ սխալ բան ես արել Նորա։ Ինչքան գիտեմ, մեր միջից ամենաշատը դու ես ճշտից ու սկզբունքներից խոսում։ Բայց ոնց ա տեն ստացվում, որ իմ օգնությունը չես ընդունում, բայց գիշերվա կեսին զանգում ես քրոջս ու օգնություն ես խնդրում։ Բայց ուր կորան քո սկզբունքները։ դու հիմա ինչ էլ ասես ճիշտ ես։ Դրա համար ես ոչ մի բառ չեմ ասում։ Հա, ճիշտ է։ Մենակ դու չես մեղավոր։ Մագդան էլ է մեղավոր, որ տենց բան արել։
Ես չպետք է զանգեի Մագդային։ Բայց դու կարաս հանգիստ լինես։ Ես չեմ թողի, որ իմ պատճառով Մագդան ոստիկանության հետ կապված խնդիրներ ունենա։ Ես ինչ պետք է կանեմ։ Դու ընդհանրապես պետք է քեզ թույլ չտայր ու այդ ժամին չզանգեիր Մագդային ու եսի մուր կանչեիր։ Բա որ ավելի վատ բան լիներ, հա? Բա որ դրանք հետ գային ու Մագդայի աչքի առաջ ավելի վատ բաներ կատարվեր։ Դու դրա մասին մտածել ես։ Ու այս պատմությունը ավելի վատ ավարտ կունենար։ Նորո ես միշտ մտածել եմ, որ դու խելացի ու հավասարակշռված տղա ես։ Հա, ճիշտ է, մենք իրար հետ երբեք լեզու չենք գտել, բայց ես միշտ քո մասին այդ կարծիքն եմ ունեցել։ Իսկ հիմա կարծիքս փոխեցի, որովհետև այս քո քայլով դու ահավոր գցեցիր քեզ իմ աչքից։ Դու լավ գիտես, որ քո կարծիքը միշտ իմ համար մեկ է եղել։ Հա։ Ես սխալ եմ արել, որ զանգել եմ Մագդային, այդ ժամին, ու ասեցի քեզ, ընդունում եմ իմ սխալը։ Բայց արի խոսակցությունը ուրիշ տեղ չտանենք։ Ստեղ մեջտեղում Մագդան է։ Դրա համար եմ ես քեզ այս ամեն ինչը բացատրում, որ դու ճիշտ հասկանաս։ Մագդան մեղավոր չի, ես եմ մեղավոր։ Դու հիմա ինչ էլ ասես, մեկը ես չեմ հասկանա, որովհետև Մագդան չպետք է այդ ժամին տանից դուրս գար։ Զանգեր Էդոյին, ինչի՞ չէ զանգել Էդոյին։ Կամ եթե քո համար այտենց նորմալ է, որ աղջիկը այդ ժամին պետք է տանից դուրս գա, զանգեր քրոջդ։ Ինչի հենց Մագդան, Նորո։ Ես չգիտեմ դու ինչի ես ստեղ, կամ Նորոն ինչ կապ ունի, բայց հանգիստ եղի։ Ինքը չի թողնի, որ քեզ այս պատմության մեջ ներքաշե։ Հիմա դու ինձ ես հույս տալիս, թե Նորոին ես պաշտպանում։ Տեսա, որ վատ ես, օգնությունս եմ առաջարկում։ Լուրջ։ Իսկ Նորոին ասել ես քո օգնելու պատրաստակամության մասին։ Գիտես, ինձ թվում է Նորոն չգիտի, որ դու տենց հատկանիշներ ունես։ Դե եթե իմանար, հաստատ դրանցից կօգտվեր։ Հետաքրքիր է, չէ, երբ որ Նորոն շատ վատ վիճակում է, քո մասին չի հիշում, բայց իմ մասին հիշում է։ Անգամ գիշերվա կեսին, երբ որ Նորոն օգնության կարիք ունի, առաջինը ինձ է զանգում։ Հա, դու մտածում ես Նորոնից չի վստահում, դրա համար է քեզ զանգել։ Չէ, ես ոչինչ բան չեմ մտածում։ Ես ուղղակի հիմա փորձում եմ հասկանալ։ Հասմիկ, դու ինձ ընդամենը մի անգամ ես տեսել։ Ու ոնց հասկանում եմ, ընդհանրապես չես սիրում։ Բայց եկել ես օգնություն ես առաջարկում։ Լավ, միգուցե հասկանանք, թե Նորոն ինչի էր հենց ինձ զանգել։ Մագդա, շատ ես հուզվել, հանգստացի։ Ես գիտեմ, որ Նորոն քեզ զանգել է, ու պատճառն էլ գիտեմ, թե ինչի է քեզ զանգել։ Գիտեր, որ իմանայի սիրտս կկանգներ։ Դրա համար մտածել է ինձ չանհանգստացնի։ Ու ուրիշ տարբերակ չի գտել, դրա համար է քեզ զանգել։ Բայց թե դու ինչի ես եկել ստեղ, ինչի ես այդ ամեն ինչի մասին ինձ ասում, ինչի ես այսքան հուզված, չգիտեմ։ Հիմա ինձ ես խաբում, թե քեզ։ Կամ ինչ ես ուզում, ինչի մոտեցար։ Հասմիկ, ես էլ եմ աղջիկ, ու շատ լավ հասկանում եմ, որ ինչքան էլ վստահ ես սիրածդ մարդուն, երբեք չես հանդուրժի ուրիշի ներկայությունը, այն ուրիշի, որ գիտես իրանց մեջ պատմություն ա եղել։ Ու հիմա արի մի խաղա, որ դուք իրար շատ սիրող ու վստահող զույգ եք։ Նախ առաջինը հիշի, որ այդ ինձ լրիվ մեկ է։ Ու հետո էլ ես այնքան միամիտ չեմ, ինչքան որ առաջին հայացքից թվացել եմ։ Մարդ եթե ճշտի համար կռիվ է տալի, պետք է միջև վերջ գնա ու պայքարի այդ ճշտի համար։ Ոչ թե մենակ մի կողմից։ Եթե դու իմ օգնությունը չես ընդունել, ուրեմն իրավունք չունեիր քրոջս օգնության կանչել։ Դու հիմա կարաս Մագդայի հետ հանգիստ ունգնես։ Ես ինչ պետք է կանեմ։ Այս ամեն ինչին պատասխանատվության տակ է։
Հաստատ իմացի, որ ես չեմ թողելու, որ իմ պատճառով ինչ-որ աղջիկ անիմաստ տեղախնդիրների մեջ ընկնի։ Եթե պետք լինի, ես այս սպանությունն իմ վրա կվերցնեմ։ Եթե պետք լինի, ես կասեմ, որ ես եմ գողացել Մագդայի մեքենան, ու իմ մեքենայով եմ գնացել գարաժ։ Ու այդ ընթացքում էլ վկայական անգել է։ Ես ինչ պետք է կանեմ, բայց չեմ թողի, որ Մագդայի մի մազը ծռվի։ Քո հետ կապված էլ։ Կարաս հանգիստ լինես, Արշակ։ Ես չեմ թողի, որ դու անիմաստ խնդիրների մեջ ընկնես։ Այսինքն, այսքան իմ ասացից մենակ այդ հասկացար, հա, որ ես չեմ ուզում խնդիրներ ունենամ։ Ես մենակ իմ արածի հետևանքներն եմ ընդունում ու հասկանում։ Հա, ես էլ եմ մարդ։ Ես էլ կարամ սխալվեմ։ Բայց ես եմ մարդն, որ միշտ ընդունում է իր սխալները։ Ես ճիշտ ժամանակ էլ, սխալ ժամանակ էլ նույն նորոն եմ։ Ու միշտ էլ ընդունում եմ իր սխալները ու առաջ եմ շարժվում։ Ու ես այդ դեպքն է։ Հա, ես չպետք է զանգեի Մագդային, այդ ժամին, այդ սխալ էր։ Դրա համար որպես աղբեր քեզ հասկանում եմ։ Բայց ես եմ սխալ, ոչ թե Մագդան։ Դու երևի ավելի վատ կվարվեր, չէ՞, այն մարդու հետ, ով որ Էլիզի հանդեպ սենց քայլաներ։ Դժվար թե սենց կանգներ ու հանգիստ հետը խոսայր։ Հա, շատ հնարավոր է։ Բայց ինձանից շնորհակալության խոսքեր մի սպասիր։ Ես չեմ էլ սպասելու քո շնորհակալությանը։ Ուղղակի ուզում եմ, որ ասածներս լավ հիշես։ Ես հիմա չեմ անդրադառնա քո ու Մագդայի հարաբերությանը։ Ես դա ինձ թույլ չեմ տա, որտեվ այդ արդեն անցած պատմություն է։ Ու առաջին քայլը դու ես արել։ Հետո նոր Մագդան։ Բայց ականջի տող արա նորը, որ ես թույլ չեմ տա, որ քրոջը զգացմունքները իր դեմ օգտագործվի։ Ես այս կյանքում ամեն ինչ կհանդուրժեմ նորը։ Քո վիրավորանքները, քո մեղադրանքները իմ անձի շուրջ։ Բայց թույլ չեմ տա, որ ընտանիքիս մոտենաք։ Դու իմա սխալ բաներ ես խոսում։ Հաստատ իմացի, եթե զանգելու Մագդայից օգնություն եմ խնդրել, այդ չի նշանակում, որ ես իր զգացմունքներից օգտվել եմ։ Չկա տենց բան։ Ես ուղղակի ուրիշ բացատրություն չեմ գտնում արածիդ։ Վերանայի քո պահվածքը։ Ես Մագդային վաղուց արգելել եմ քո հետ կապ ունենալ, որովհետև հասկացել եմ, որ դու անցյալով ապրող մարդ ես։ Ու քո ներկայությունը քրոջս կյանքում բացի վատից լավ բան չի բերի։ Ու նույն էլ քեզանից եմ պահանջում։ Իսկ ինչ վերաբերվում է քո խնդիրները ոստիկանության հետ, հանուն Մագդայի ոչինչ պետք չի անել։ Քրոջս հետ կապված բոլոր հարցերը ես կլուծեմ։ Չէ, որովհետև այս ամեն ինչը իմ պատճառով է։ Ես կանեմ։ Ես նորից եմ ասում, Մագդայի հետ կապված խնդիրները ես ինքս կլուծեմ։ Հույս ունենամ, որ էլ սենց խնդիրներ չենք ունենա իրար հետ։ Արշակ, այդ որ անցյալից ես խոսում։ Դու էլ լավ գիտես, որ այդ անցյալի հեղինակը հենց դու ես։ Հա, ես եմ, ոչ թե Մագդան։ Բայց դու Մագդան էլ խառնեցիր ես պատմությանը։ Գիտես Մագդա,
Դու այն մարդը չես, ում հետ ես հիմա պետքա Նորոյի հետի հարաբերություններս քննարկեմ։ Նորոն իմ կողքին է, ու մենք իրար շատ սիրում ենք։ Իսկ թե դու իմ որ ասածին կհավատաս, որին չես հավատա, այդ իմ համար մեկ է։ Ես հասկանում եմ, որ դու քեզ հանգստացնելու մեթոդներ ես փնտրում։ Ու դրա համար էլ չեմ նեղվում։ Բայց հասկացի։ Ինքը քեզ զանգել է, որովհետև քո օգնության կարիքն է ունեցել, ու հետո մոռացել է։ Հասմիկ, Յուրաքանչյուր մարդ վերադառնում է այն մարդու մոտ, ում սիրում է Մագդա։ Իսկ Նորոն ինձ է սիրում։ Իսկ այն, որ ինքը քեզ օգնության համար դիմել է, այդ ոչ մի բան է։ Արի հասկանանք էլի մի հատ, բաժնում ում ձեռքներ բռնել, իմ, թե քո։ ուրախ եմ ձեր համար։ Մագդա գնա նստի մեքենան, ես մտնեմ քնիչի մոտ ու կգամ։ Ալո, Բարև սիրունս, ո՞նց ես։ դու ոնց որ հայերեն լեզու լավ չես հասկանում, հա։ Ես մենակ մի լեզու եմ հասկանում, էդ էլ փողի լեզուն է։ Իսկ եթե տհաճացենս լսելը, խնդիր չկա։ Տուր փողը, ես կանհետանամ։ Հետ հաշվարկը սկսված է, լաննա։ Էդ ջան, եթե հարմար է արի բաժին, շատ կարևոր բան ունեմ ասելու։ Մագդան շատ էր ոգևորվել, որ իրան ես զանգել։ Ուզում հասկանամ ինչի ես մեզ մի կողմ դրել ու դրան զանգել։ Հաս նորմալ խոսա։ Նորո, ես քեզ իրոք չեմ հասկանում։ Ինչ ես գտել դու այդ Մագդայի մեջ։ Ինչի ես թույլ տալիս, որ ինքը իմ հետ խոսա նենց ոնց ուզում է։ Եկել էր գլուխ էր գովում, պատկերացնում ես։ Հանց ջան, ես չեմ ուզում քո հետ կոպիտ խոսամ։ Բայց դու թույլ ես տալիս։ Արի դու քիթդ մի խոթի, քեզ չվերաբերվող հարցերի մեջ։ Կլինի։ Չէ, Նորո, այս հենց այն հարցն է, որի մեջ որ ես պետքա խառնվեմ։ Դու չէիր ասում, որ մենք ընկերներ ենք։ Հա, ընկերներ։ Ուրեմն ինչի ինձ չես զանգել, ինչի ինձ չես կանչել օգնության։ Տենց եմ ճիշտ գտել հաս։ Այսինքն Նորո, Այսինքն շնորհակալ եմ, որ եկել ես բաժին, որ այդքան բանը արել ես իմ համար ու ես հիմա ալիբի ունեմ։ Բայց այդքանից ավել ոչ մի բան մի սպասի։ Նորո, Հանց դու ես ասում, որ մենք ընկերներ ենք։ Ընկերներ։ Բայց գալի քեզ ուրիշ ձև ես պահում, ուրիշ բան ես անում։ Ինչի համար Մագդայի մոտ քեզ նես պահեցիր, որ ինքը ուրիշ բան մտածի։ Իմաստը։ Հետո Մագդա, էլ ինչ պետք է իմանամ քո մասին ու զարմանամ։ Ինչ ա եղել։ Արշակ հերիքա էլի։ Հետո էլ ես քեզնից շատ վիրավորված եմ, որ ինձ հետևել ես։ Հələ մի բան էլ դու ես վիրավորված, հա։ Արածներդ թվարկեմ։ Ես չգիտեի այդ քնիչի մոտ ինչ խոսամ, ամաչում էի, որ ստիպված եմ բացատրություններ տալ քրոջս արածների համար։ Ես քո պատճառով գետինը մտա։ Հասկացա, Արշակ, կներես։
Մագդա, դու արդեն քո բոլոր չափ ու սահմանն անցել ես։ Ես ինձ արդեն վատ եմ զգում։ Մագդա, գոնե դու կասես ինչ ա եղել։ Դանա, խնդրում եմ մեզ մենակ թող։ Կներեք։ Իզուր նեղացրեցիր։ Ինքը ոչ մի բանի հետ կապ չուներ։ Իմ համար հիմա ոչ մեկ ոչ մի բան կարևոր չի։ Դու ինձ հիմա լիքը բան ունես բացատրելու։ Ինչի ես գիշերով տանից դուրս եկել։ Հե Մագդա, այդ երբվանից քո համար խաբելը խաղուպար դարձավ։ Արշակ չես հասկանում, ես քեզ խաբելուց հաճույք չեմ ստանում։ Ուղղակի ես ուրիշ տարբերակ չունեի։ Չհասկացա, ի՞նչ ա նշանակում ուրիշ տարբերակ չունեիր։ Հիմա որ գայի ասեի պետքա գնամ Նորոյի մոտ, թողնելու էիր։ Հասկանում ես, որ ինձ զանգեց, ես ինչ վիճակում էի։ Իրան այնքան էին ծեծել, որ շարժվել չէր կարողանում։ Ես որ չգնայի, ինչ էր լինելու։ Ես հիմա Նորոյի վիճակի մասին չեմ խոսում։ Ինձ քո պահվածքն է հետաքրքիր։ Դու կարաս քո պահվածքը բացատրես ինձ, հա, եթե կարաս։ Ես ամեն ինչ արել եմ, որ մեր հարաբերությունները մեղմ լինեն, որ հանգիստ լինեն, որ դու չվախենաս ինձանից, որ խոսես իմ հետ։ Բայց ես չեմ հասկանում, ես ինչ եղավ։ Դու երբվանից մտածեցիր, որ ես էլ քեզ չեմ հասկանում։ Հա? Խնդրում եմ կլինի սենց չխոսաս։ Բա ոնց խոսամ, Մագդա, ոնց խոսամ։ Լավ, արի համարենք, որ Նորոն չկա։ Այդ ամեն ինչը մի կողմ դնենք, մոռանանք։ Ես որպես մարդ, որպես քո եղբայր, որպես քեզ հարազատ մարդ, արժանի է այս վերաբերմունքին, հա։ Արշակ, դու լավ գիտես, որ ես չեմ ուզել քեզ նեղացնեմ։ Ուղղակի դու գիտես սերը ինչ բան է։ Կասես ոնց ինձ տիրապետեի, գնայի ու այդ դուռը չբացեի։ Դու ինքդ այդ սերը զգացել ես։ Եթե առաջվա Մագդան լիներ կտիրապետեիր։ Իսկ հիմա ես չգիտեմ թե դու ով ես։ Ես չգիտեմ թե դիմացս ով է կանգնած։ Դու իմ քույրը չես։ Իմ Մագդան միշտ հաշվի առել, համ իրա եսը, համ իմ։ Իսկ այսօր դու այդ ամեն ինչի վրա ցեղ շպրտելով ման ես գալիս։ Նորո, ինչ նորություն կա գործից։ Ոչ մի լավ բան է դա։ Լավ բան մի սպասի։ Իմ համար որ հաստատ աղավոր։ Այսինքն Նորո, ինչ ա եղել։ Քիչ առանց բան եղավ, որ տեղս չեմ գտնում։ Կյանքումս առաջի անգամ Արշակի դիմաց գլուխ կախեցի։ Բայց Արշակը ինչ կապ ունի Նորո ստեղ։ Նորմալ բան ասա հասկանամ։ Ես արդեն ինձ վատ եմ զգում։ Հերիքը Արշակ հասկացա։ Հետո ինչ որ վատ ես զգում։ Ինչ ա փոխվում դրանից, Մագդա։ Ինչքան եմ քո հետ լուրջ խոսացել, ինչքան եմ քեզ ասել, որ մոռանաս Նորոյին։ Հա, հասկանում եմ բարդ է, բայց անհնարին չի, չէ՞։ Էն էլ այն ժամանակ, երբ որ արհամարանք ես տանում։ Ես չեմ հասկանում։ Քեզ դուր ա գալիս, երբ որ ինքը քեզ հիշում է կարիքից դրթված, հա։ Չէ, դուր չի գալիս։ Ու հավատա, ես արդեն փոշմանում եմ, որ օգնել եմ իրան։ Ուրեմն խելքդ գլուխդ հավաքի ու վերանայի քեզ ու քո պահվածքը։ Ու հիշի, որ այս աշխարհը ոչ Նորոյով սկսում է, ոչ էլ իրանով վերջանում։ Դու ջահել աղջիկ ես ու պետքա մտածես քո անվան մասին։ Ես իմ կյանքը ես չեմ ապրել, որ այսօրվա գլուխ կախելս հեշտ տանեմ։ Հա, հիմա կասես ինչ անեմ, որ ներես։ Ծնկի գամ աղա չեմ, ինչ անեմ։ Դու լավ գիտես, որ այս կյանքում ամենակարևոր մարդը իմ համար այդ դու ես։ Ես արդեն շատ խիստ կասկածում եմ, որ քո կյանքում ամենակարևոր մարդն եմ։ Ինձ թվում է Նորոն ավելի կարևոր տեղ զբաղեցնում, քան ես։ Դրա համար տենց հեշտ ու հանգիստ քայլեցիր վրայովս։ Չէ, քեզ սխալ ա թվում։ Ագդա, ես իմ ասելիքն ասեցի։ Եթե մի անգամ էլ դու մտածես Նորոյի մասին, ուրեմն ես քեզ չեմ ճանաչել։
Շատ վատ բան ես արել, որ Մագդային խառնել ես այդ պատմության մեջ։ Շատ վատ։ Մեղավորը ես եմ, ախպերս։ Մենակ ես։ Նենց չի, որ Արշակը քեզ սխալ բան է ասել։ Մեծ ախպերն է, նոր ով է լիներ նույն ձև կարծեկանքեր։ Անես չի, որ իր առաջ արդարացել եմ։ Սխալ ես ընդունել եմ։ Այստեղ հարցը այդ չի։ Ես հիմա Մագդայի մասին եմ մտածում։ Այդ աղջիկին պատճառով անիմաստ խնդիրների մեջ ընկավ։ Դու հանգիստ տեղի, Արշակը չի թողի, որ Մագդան մնա այս պատմության մեջ։ Այդ իմ անելիքն է, Էդո։ Ոչ թե Արշակի։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ ես սխալը ուղղեմ։ Ես։ Նորը հանգստացի, հիմա քեզ ավելորդ խնդիրներ պետք չեն։ Կարաս նենց անես, որ աչքի չընկնես։ Ես թքած ունեմ։ Ես կմտնեմ ու կասեմ, որ Մագդան չի եղել ավտոյով, որ ես եմ գնացել։ Նորը, եթե հիմա դու տենց բան անես, Մագդային ընդհանրապես լավություն չես անի։ Ես վստահ եմ, որ արդեն Արշակը ամեն ինչ տեղնակցել, հենց որ դու հանգիստ տեղի։ Չէ, ես պետք է անեմ, Էդո, ես։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ Մագդայի անունը այս պատմությունից մաքրվի։ Որ էլ բաժին չկա չէ։ Ախպեր, հա, կմաքրվի, չեն կանչի։ Արշակը ինչ պետք է կանի։ Էդո ախպերական Հերիքայի տանունը տաս էլի։ Հերիքա։ Իմ փոխարեն պետք չի ոչ մեկ պատասխան տա, կամ ինչ որ հարց լուծի, ես կանեմ։ Որ Հասուն դուրս գա տարտուն։ Եվ ես գնում եմ։ Ուր ես գնում։ Մի հատ բան պետք է քեզ խնդրեմ, Էդո։ Հա, ասա։ Կարաս Մագդա հետ խոսած իմանաս, որ ախպերը շատ չի նեղացրել։ Այդքան բան։ Արա, հետաքրքիր տղա ես։ Մեծ ախպերն է, կարող է մի քիչ վիճել մի երկու բան էլ ավել է ասել, հիմա որ իմացար ինչ ես անելու։ Պետք է որ ասում եմ, Էդո, պետք է։ Բա ուր ես գնում հիմա։ Չգիտեմ։ Դուրս գամ մի քիչ քայլեմ։ Մենակ խնդրանքս այնա, որ Հասուն դուրս գա տարտուն, որ չմտածի, որ մենակ եմ թողել։ Լավ ախպերս։ Ոնց ես։ Վատ։ Արշակը ամեն ինչ իմացել է ու ինձանից ահավոր հիասթափված է։ Ամեն ինչ լավ կլինի։ Միակ լավ բանը այն կլինի, որ ես Նորոյին մոռանամ։ Իսկ ոնց է իմացել։ Դու ես ասել։ Չէ։ Նորոն է ասել։ Գիշերը որ դուրս է եկել, վարորդականս գցել եմ պատահական չեմ նկատել։ Դե Արշակն էլ տեսել է, հասկացել է մի բան են չի հետևից սա եկել։ Հասկանում եմ, Բարթա։ Բայց սրա մեջ մի լավ բան կա։ Եղբայրդ արդեն ամեն ինչ գիտի։ Նույն զգացողությունը չի, ինչ որ բան թաքցրած լինես ու ինչ որ հիմա ամեն ինչ պարզ է արդեն։ Այդ լավա որ էլ սուտ չկա։ Բայց հասկանում ես, այդ ստի հետևանքները կրել այդ ամենավատ բանն է։ Ես այսօր էլի հասկացա, որ այս աշխարհում ստից վատ բան չկա։ Ու էլ ինչ իրավիճակում ուզում ա լինեմ, ես կյանքում Արշակին չեմ խաբի։ Սիրտս այնքան ա ցավում, որ Արշակին այդքան նեղացրել եմ։ Ում համար։ Մի մարդու, ով այսօր իմ աչքի առաջ ուրիշի ձեռքներ բռնել։ Ոչինչ, բալես։ Կանցնի։ Ամեն ինչ լավ կլինի։ Էդո։ Բարև աս։ Բարև։ Բա Նորոն ուր է։ Գնաց։ Ու ասաց, որ ես քեզ տուն տանեմ։ Չես արդեն չեմ դիմանում, ես էլ դիմանալու չի։ Ինչ է եղել, ասո։ Էն ա եղել, որ այդ Մագդան նորից սև կատվի նման հայտնվում է իմ ու Նորոյի մեջտեղում։ Ես չգիտեմ էլ մեզ ոնց ազատեմ այդ աղջկա ներկայությունից։ Հասմիկ, խնդրում եմ։ Մագդայի մասին նորմալ խոսա, հա։ Հիմա էլ դու Էդո, այդ ինչքան պաշտպաններ ունի այդ Մագդան։ Լսի, Մագդան այդ աղջիկը չի, որ իր մասին ով ինչ ուզենա կարողանա ասի։ Էդո, մինչև պաշտպանելդ խնդրում եմ քեզ մի հատ շուրջդ նայի։ Տես ինչ հա կատարվում։
Մինչև իրա գալը ամեն ինչ շատ լավ էր։ Հենց ինքը եկավ Նորոնի հետ կռվեց։ Իսկ ինչի է ինձ թվում, որ դու մի բան հորինում ես։ Այսինքն է դո։ Այսինքն են, որ էլ ոչինչ առաջվանը չի հասու։ Ու վերջապես հասկացի, որ քո ու Նորոյի բաժանման մեջ Մագդան ընդհանրապես կապ չունի։ Էդո Մագդան անմեղ հրեշտակ չի։ Հասո, ուշադիր լսի։ Ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում։ Մագդայի մասին էլ ընդհանրապես ոչ մի ավելորդ բառ, հասկացար։ Մագդան համարյա իմ ընտանիքն է ու ես չեմ կարող կանգնեմ լսեմ ոնց ես դու իրան վիրավորում։ Հաս դու իմ ընկերն ես։ Ես չեմ ուզում քեզ նեղացնեմ։ Նենց որ խնդրում եմ արի այս թեման փակենք ու ես քեզ տուն տանեմ, հա։ Դե պատասխանի Նորո։ Նորոն դեռ չի եկել։ Չէ։ Ուֆ իմ պատճառով է։ Ինձնից է նեղացել։ Չհասկացա, դու ինչ կապ ունես։ Ալինա։ Ոչ մի բան էլ չի եղել էլիս։ Ուղղակի վիճել ենք։ Հա բայց ինչի եք վիճել։ Սխալ բան եմ արել։ Բայց որ գաք ասես սպասում եմ էլի։ Ուզում եմ հետը խոսեմ, սենց չմնա ամեն ինչ։ Էս չես ուզում, հա, ասես ինչ ես արել։ Չէ, էլիս հավես չունեմ։ Ալինա։ Միջև չասես ինչի եք վիճել, ոչ միտեղ չես գնալու։ Ինչի է ջղայնացել։ Վայ էլիս։ Ես ու Արևը Նորոյի ու Մագդայի հանդիպումն էինք կազմակերպել։ Ես մտածեցի կխոսեն, կհաշտվեն, բայց նորից վիճեցի։ Ինչ ես արել։ Դու լրիվ ես գժվել, Ալինա։ Էլիս հիմա էլ դու հա հասկացա, որ սխալ եմ եղել, ընդունում եմ։ Ես չգիտեմ քեզ ինչ ասեմ, աղջիկ ջան։ Ուղղակի չգիտեմ ինչ ասեմ։ Էլիս դու չես ուզում Նորոն երջանիկ լինի։ Չես ուզում, որ իր սիրած մարդու կողքին լինի։ Լսի դու ինչ գիտես ինչ է նշանակում սիրել։ Ինչ ես խառնվում, դու ինչ գիտես ով ումա սիրում, Ալինա։ Քո ինչ գործ։ Ինչ գիտես ոնց է լինում սիրելը առհասարակ։ Պարտադիր չի իմանամ։ Ես տեսնում եմ։ Ոչ մի բան էլ չես տեսնում։ Ու ես քեզ արգելում եմ նման թեմաների խառնվել, պարզա։ Դու հիմա մենակ քո դասերով պիտի զբաղվես։ Հասկացանք իրար։ Հասկացա։ Դե գնա սենյակդ։ Սիրում։ Չես գալիս գնանք սուրճ խմենք։ Չէ, լավ է, աս, գործեր ունեմ։ Պարզա։ Մագդայի պատճառով Նորոյի հետ կռվեցի, հիմա էլ քո։ Մի բացի էլի է թեման ասում։ Լավ, չեմ բացի։ Բայց իմացի, որ դու Մագդային պաշտպանելով մենակ ինձ չես նեղացնում, Էլիզին էլ ես նեղացնում։ Էլիզը ինչ կապ ունի, Ասմիկ։ Ինչի ես Էլիզին խառնում ես թեմային։ Որովհետև դու շատ լավ գիտես, որ Էլիզը չի ընդունում Մագդայի ու Նորոյի կապը։ Ու ինքը նեղանում է։ Իմ ու Էլիզի թեման հասո մենակ մեր գործն է։ Ոնց կուզես։